դասարանում խաղացել են այդ խաղը։ Մենք ստանում ենք անհանգստություններ, բայց ինչպես եւ ներքին գործերի նախարարությունից են ձեզ հայտնել, որևէ առանձին վնասման դեպքեր չկա։ Any other color door. Red door, yellow door. Any other color door. Red door, yellow door. Any other color door. Red door, yellow door. Any Երբևէ հայտնվել ես մի իրավիճակում, որտեղ քեզնից չի կախված քո ճակատագիրը։ Դու պարտկած ես քո ընկերների շրջապատում, որոնք քեզ օգնում են բացահայտել, թե ինչ կա կարմիր դեղին եւ սև դրան հետևում։ Կարմիր դուր, դեղին դուր, թվում է թե հերթական TikTok-ի հիմարությունն է, ինչպես օրինակ Quadrober-ը, բայց արի ու տես, լիքը երեխաներ սկսել են խաղալ այս խաղը, լիքը երեխաներ հայտնվում են հիվանդանոցում, իսկ Հայաստանում այնքան վտանգավոր է դարձել, որ նույնիսկ առողջապահության եւ կրթության գիտության նախարարը դրա մասին ասել է։ Իհարկե մենք մոնիտորինգ ենք իրականացնում եւ բնականաբար դպրոցները զգուշացված են, որպեսզի ուշադիր լինեն եւ ուրեմն երեխաների շրջանում նման ուրեմն խաղերի տարածումը տեսնելուն պես համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Իրականում այս խաղը տարիներ առաջ հայտնվել է Darknet-ում, մոտ 7-10 տարի առաջ այն խաղում էին ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Եվրոպայում 5-6 տարի առաջ, հիմա Հայաստանում։ Որքան է թրենդը ուշ է գալիս, սակայն հետևանքները մնում են նույնը։ Խանգարված փսիխիկա եւ վատ զգացողություն։ Շատերը նույնիսկ հայտնվել են հիվանդանոցում։ Այսօր խոսելու ենք կարմիր դուր, դեղին դուր խաղի մասին, ավելի շուտ ինչ հետևանքներ այն կարող է առաջացնել, ինչու չպետք է խաղալ կամ առհասարակ ինչու պետք է խաղալ։ Խաղը առաջացել է 2000 թվականների սկզբին ԱՄՆ-ում, ինչպես արդեն ասեցի, sleepover-ների համար, երբ որ գնում են, միասին մնում են, նաչով կային անում, եւ այդ ժամանակ խաղացողներից մեկը պառկում է մյուսի ոտքերին, քանի որ նա գնալու է հիմա տրանս է մտնելու, ում ոտքերին որ նա պառկել է, նա հանդիսանում է խաղի խաղավարը, ով խաղը կառավարում է մանիպուլյացիայի միջոցով։ Խաղավարը խաղը կառավարում է ձեռքերի միջոցով, կպնելով պարկածի քունքին եւ ուշադրություն։ Մարդու քունքին երկար ժամանակ դիպչելով, կոնկրետ շարժումներ անելով եւ անընդհատ կրկնելով նույն բանը, հնարավոր է նրան տանել ենթագիտակցություն, տանել դեպի անցյալ, տանել դեպի իր մութ փակ կողմերը, բայց այս ամենը տեղի չի ունենա, եթե պարկողը, այսինքն մյուս մասնակիցը դրան չհավատա։ Եթե նա հավատում է, ապա միանգամից հայտնվում է ընտրության առաջ։ Ինչպես է խաղը աշխատում։ Կարճ ասած, հիպնոզի եւ ինքնաներշնչանքի արդյունքում, վնուշկայի արդյունքում։ Խաղի ժամանակ մասնակիցը նստում է մթության մեջ, փակում աչքերը ու սկսում բարձր կրկնել. կարմիր դուր, դեղին դուր, կարմիր դուր, դեղին դուր, որևէ այլ դուր։ Նրան այդ միջոցում գտնվելու համար օգնում է խաղավարը, ով քունքի մասաժի, քունքի մերսումների միջոցով նրան թույլ է տալիս գնալ դեպի ենթագիտակցություն, դեպի իր խոր անցյալը։ Քանի որ ըստ շատերի, որոնք հետ են վերադարձել կարմիր դուր եւ դեղին դռների հետևից, ասում են, որ այնտեղ տեսել են իրենց կյանքի ամենամութ պահերը։ Խաղը առհասարակ խաղում են 2 անձով, բայց եթե շատ մարդիկ կան, կարող են խաղալ եւ ամեն մեկը տարբեր դերակատարումներ կունենա։ Օրինակ, մեկը պատասխանատու կլինի ժամանակի համար, որ նա շատ երկար չմնա տրանսի մեջ, մյուսը պատասխանատու կլինի հարցերի համար, որպեսզի ճիշտ հարցեր տա եւ ուղղորդեն ճիշտ դռան մոտ, քանի որ եթե սխալ դուր բացի կամ դռան հետևում տեսնի սխալ մի բան, կարող է մնա այնտեղ։ Զգուշացումներից հանդիսանում է, երբ որ դռան հետևում հանդիպում է սենյակ, որը լի է ժամացույցներով։ Այդտեղից ուղղակի պետք է փախչել, քանի որ դա վտանգավոր է։ Եվս մեկ վտանգ դա երբ որ տեսնում ես կոստյումով տղամարդու, դա նույնպես խաղի մեջ համարվում է վտանգավոր, պետք է շուտ դուրս գալ այդ հոգեվիճակից, այդ իրավիճակից։ Որքանը ձեզ կարող է հիմա հետաքրքիր թվա կամ
զվարճալի թվա այս խաղը, բայց սիրելի երեխաներ, պատանիներ, որ դուք նայում եք, սիրելի ծնողներ, եթե ձեր երեխաները ցանկանան խաղան, չգիտեմ, խաղը իրականում հոգեբանական շատ վատ ազդեցություն է ունենում ձեր երեխայի վրա եւ դա ակնհայտ է լինում խաղի հենց ավարտից հետո։ Հոգեբանական ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Առաջինը ինքնահիպնոզ, այսինքն երբ որ մարդ ինքն իրեն հիպնոզի է ենթարկում, դա նույն վնուշկայից, նույն ինքնաներշնչակից է գալիս, հա, եւ երբ որ ինքն իրեն հավատացնում է, որ գտնվում է այնպիսի իրավիճակում, որ այստեղ կա կարմիր դուռ, դեղին դուռ, ինչպես նաեւ սև դուռ։ Սև դռան մասին առանձին կանադառնանք։ Եվ եթե նա չընտրի ճիշտ դուռը կամ դռան հետևում չլինի ճիշտ առարկան կամ անձը, ապա նա կհայտնվի վատ իրավիճակում։ Այս ամենը ներշնչակի պատճառով ստեղծում է հոգեբանական խնդիրներ։ Խաղը կարող է առաջացնել անքնություն, անվստահություն, ինքնազգացողության անկում, ինչպես նաև վախ, որ դռան հետևում ոչ միշտ է գտնվում լավ բան։ Այսքան վատ թեմաներին անդրադառնալուց հետո կա մի փոքր լավ թեմա, դա այն հոգեբաներն են, որոնք նշում են, որ խաղը լավ կերպով նույնպես կարող է անդրադառնալ, կախված թե ինչպես կխաղան։ Այսինքն խաղը կարող է շատ լավ զարգացնել երևակայությունը եւ ստիպել երեխային մտածել այնպիսի բաներ, որը կարող է սովորական պայմաններում աչքերը բաց կամ լսարանում, դասարանում նստած չաներ։ Սակայն պետք է հիշել, որ խաղը որքան էլ որ օգտակար հատված ունի նույնչափ եւ ավելի շատ վտանգավոր հատված, որը պետք է ոչ թե հաղթահարել, այլ ուղղակի չմասնակցել, չխաղալ այդ խաղը, որպեսզի չգտնվել վատ իրավիճակում։ Խաղի հետ կապված կան տարբեր պատմություններ, բայց հիմա ձեզ կպատմեմ միայն դրանցից մեկը։ Խաղացողը սովորական պատանի էր 12-13 տարեկան աղջիկ, ով որոշում է երեկոյան քրոջ հետ խաղալ կարմիր դուռ, դեղին դուռ խաղը։ Խաղի ժամանակ ամեն ինչ նորմալ էր գնում, սակայն երբ նա տեսնում է կարմիր դուռը, քույրը նրան զգուշացնում է, որ չբացի դա, հանկարծ չբացի, քանի որ այդտեղ ծուղակ կա։ Չլսելով քրոջը, նա բացում է դուռը, հայտնվում արյան մեջ, ամբողջ մարմինը արյունով պատված է լինում, չի կարողանում շարժվել, չի կարողանում խոսել եւ պատասխանել քրոջը, թե ինչ է այլևս տեսնում։ Նա մնում է անգիտակից որոշ ժամանակ, հետո շունչը հետ է գալիս։ Շունչը հետ գալուն պես նրան տանում են հիվանդանոց, ավելի կոնկրետ հոգեբուժարան, որտեղ պարզ է դառնում, որ նա տեսել է այն, ինչ չպետք է տեսներ։ Իր երևակայության արդյունքում հորինված կերպարներ է տեսել, որոնք իրեն վնաս են հասցրել կարմիր դռան հետևում եւ հիմա նա վախենում է նույնիսկ աջ կամ ձախ կողմ նայել, քանի որ կարծում է, որ ամեն դռան հետևում ինչ որ մեկը կանգնած է։ Շնորհակալություն, որ դիտեցիք տեսանյութը, կխնդրեմ ձեր կարծիքով կիսվել, հավանել էջը, ինչպես նաև բաժանորդագրվել ալիքին, քանի որ դա օգնում է, որպեսզի ալիքը ել ավելի շուտ եւ ավելի արագ զարգանա։